Գետինը մտնեն մարդը իմ համար եմ ասում, ով մի վարքյան կմտածի իր ընտանիքի անվտանգության մասին, գնալու ենք միջև վեր։ Ով որ մտածում է, որ ավելի շատ բան է տվել, շատ իզուր, ես իմ ընտանիքը չեմ խնայել։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար է այս հայտարարությունը անում։ Չի խնայելու ոչինչ, անգամ իր ընտանիքի անդամներին։ Ինչ նկատի ունի։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի խոսքով Փաշինյանը վերարտադրվելու համար է պատրաստ ամեն քայլի։ Ես վստահ եմ, որ իրեն ներկայացնում են սոցիոլոգիական տվյալներ եւ ինքը իրավիճակը լավ պատկերացնում է։ Եվ այս հիսերիաները, որը ինքը անում է, պետք է ենթադրել, որ հասկանում է վերարտադրվելու հնարավորություն չունի։ Եվ այո, երբ որ մենք տեսնում ենք երկրում ինչ մթնոլորտ է տիրում, ապա ամեն օր իր հնարավոր ռեյտինգը իջնում է։ Այդ առումով առաջանում է հարց, եթե ինքը չի կարող վերընտրվել եւ ինքը ամեն ինչի ընդունակ անձնավորություն է, ապա ինչ երկրորդ սցենար է ինքը պատրաստվում։ Ինչու երկրորդ սցենար, որովհետև Փաշինյանի ծրագրած սցենարները քարոզարշավի առաջին շաբաթը ցույց տվեցին, որ տապալվել են, նշում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն ու հիշեցնում. Փաշինյանը փորձեց հիմնական մրցակիցներին պատերազմ հրահրողներ ներկայացնել, բայց չստացվեց։ Ինքը այնքան խոսած այդ թեմայի մասին, որ մարդիկ ուղղակի հոգնեցին։ Սա մեկ, սա արդեն տեսանել է եւ երկրորդ, իրան չհաջողվեց ներկայացնել ընդդիմադիր ուժերին որպես պատերազմի կուսակցություն, որպես փաստարկ չուներ, էլի որ պատերազմը սկսեն, դա չհաջողվեց, դա իր սցենարը տապալվեց, այսինքն խաղաղություն պատերազմ սցենարը իր կողմից տապալվեց։ Փաշինյանը զգում է, մթնոլորտը փոխվել է, իր նկատմամբ ատելություն է առաջացել, որն էլ ջղաձգումների պատճառ է դարձել, կարծում է Արմեն Բադալյանը։ Նրա խոսքով Փաշինյանի սցենարները սպառված են, մինչդեռ Ստեփան Դանիելյանը թվում է, ինչ կարելի է սպասել ԿՊԱ-ականների առաջնորդից, ինչ տեսնել համացանցում եւ լսել։ Ես կարծում եմ, ինքը պատրաստում է ինչ-որ ուժային լուծումների։ Այսինքն, եթե ինքը վերընտրվելու հնարավորություն չունի, ապա ինքը պետք է փորձի ինչ-որ առումով տապալել այդ ընտրությունները։ Տապալելու համար ուրեմն պետք է երկրում լինի որոշակի մթնոլորտ, փոխադարձ ատելության մթնոլորտ, ինչ-որ ուժային լուծումներ լինեն, այսինքն ինչ-որ սպանություններ, կրակոցներ եւ այլն, եւ դա բերել ընտրությունների օրման եւ որոշ տեղամասերում լինեն կրակոցներ եւ այլն, ես չեմ զարմանա, որ լինեն նույնիսկ սպանություններ եւ առաջերտին թիրախում կլինեն ԿՊ-ի անդամներ, որը իրեն հիմք կտա ընտրությունները համարել անվավեր եւ դրա համար պետք կլինի հատուկ դրություն մտցնել։ Այս փուլում Արցախի բարբառով խոսող դիմակավորված անձանց բեմադրությունը, Ղարաբաղցի հայաստանցի բաժանումը, Փաշինյանի առանձնահատուկ վատ վերաբերմունքն արցախցիների նկատմամբ պատահական չեն, նշում է քաղաքագետն ու զգուշացնում. յուրաքանչյուր տեսանյութի, ձայնագրության կամ տեքստի կասկածամտորեն պետք է մոտենալ։ Գուցե դա հերթական ծուղակն է։ Կես կատակ, կես լուրջ, շարքը շարունակում է Ռուբեն Մխիթարյանը։ Մասկով Ղարաբաղցի թատրոնը դեռ ցվետոչկի է։ Շուտով այլմոլորակայիններն են սպառնալու հիստերիկին։ Էլֆերը առևանգելու փորձ են անելու, ֆիքսիկները մահափորձ են կազմակերպելու, իսկ հնդիկ առաքիչներն էլ թունավորված տապակած սպանախ են առաքելու։ Կոմեդիան նոր է սկսվում։ Փաշինյանը հատուկ փոխադարձ ատելության մթնոլորտ է ստեղծում երկրում, նշում է քաղաքագետը։ Կիրառվող տեխնոլոգիան նոր չէ։ Ընտրությունից առաջ ակտիվացնում է ներքին թշնամուն, հիշում ու մեղադրում նախկիններին, բեմադրում սկանդալային միջադեպեր։ Այս քվեարկության որոշում է ոչ թե ով է լինելու Հայաստանի, ոչ այնքան որոշում է թե ով է լինելու Հայաստանի վարչապետ, այլ արդյոք ՍԵՊ-ը, որը խրված է հարավ-արևելյան Եվրոպայից եւ շարժվում է մինչեւ Չինաստանի արևելք, այդ հարավային Կովկաս կենտրոնական Ասիա ամբողջ տարածաշրջանը ում է պատկանելու, այդ դրա ընտրությունն է։ Այսինքն խաղադրույքը շատ ավելի մեծ է, քան վարչապետի անձ լինելը, եւ երկու կողմերն թե հավաքականներում ու թե Ռուսաստանը լավ գիտակցում են։ Իսկ այս մեծ պայքարում ինչ կարևորություն ունի ընտրողը։ Հայաստանի ապագան ընտրողի ձեռքում է։ Եթե այս գործող իշխանության պարտությունը լինի շատ հստակ
եւ բոլորը տեսնեն, որ ճնշող մեծամասնությունն այս իշխանության դեմ է, ապա սա մի գրավական կլինի, որպեսզի իր այդ հնարավոր ուժային սցենարը հնարավոր չլինի իրագործել։ Եվ մեր ընտրողները պետք է հասկանան, որ իրենց ձեռքում է Հայաստանում արյունահեղությունը կանգնեցնել։ 19 օր է բաժանում իշխանությանն ու ընդդիմությանը ընտրության օրից։ Սկանդալները, այսպես կոչված մահափորձերի մասին լուրերը, փոխադարձ մեղադրանքները դեռ առջևում են։ Այս աղմուկի մեջ ամենակարևորն այն է, թե հասարակությունը ինչ ընտրություն կանի։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։